Ողջույն սիրելի ընկերներ, ուրախ եմ ձեզ հյուրընկալելու իմ խոհանոց։ Մինչ կանցնենք բաղադրիչները ներկայացնելու, թե ինչ ուտեստ ենք պատրաստելու, նախապես ուզում եմ շնորհավորեմ մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, մայրիկներին, տատիկներին, քույրիկներին, աղջիկներին, հարգելի կանայք, շնորհավորում եմ բոլորիդ մեկամսյակի կապակցությամբ։ Լինեք ոչ միայն այս մեկ ամիսների ընթացքում գեղեցիկ, այլ մի ամբողջ տարիներ։ Սիրելիներս, եղեք գնահատված։ Սիրեք, սիրվեք, կանացի երջանկություն եմ բոլորի ցանկանում, քանի որ դուք եք տալիս սերունդներ, դուք եք հոգ տանում բոլորի մասին, սիրելիներս, եթե չլինեն կանայք, չեն լինի ոչ ընտանիք, կարելի ասել, ոչ ազգ, ոչ մարդկությունը կավելանա, կշատանա, մի խոսքով շատ լավ բարեմաղթանքներ եմ ցանկանում բոլորիդ, ուրախ եմ, որ կաք, ապրեք, արարեք, այսօր անցնենք մեր ֆունչոզայի պատրաստմանը, ունենք ամենակարևոր բաղադրիչը, ֆունչոզայի մակարոնը, ինչ ասեմ, մեր Հայաստանը ճիշտ է, ընդունված է ասել այս վերմիշելի սպագետի անվանում ենք ֆունչոզա, իր տուփի վրա էլ է այդպես, որ ասում ենք ֆունչոզա, պատկերացնում ենք արդեն բրնձի լապշաներն են, բայց երկրներ, ինչքան որ ես տեղյակ եմ, երկրներ կան, որ ֆունչոզա իրանք չեն հասկանում, որ հենց բրնձային այս տեսակին է վերաբերվում, հա։ Մի խոսքով, ունենք հավի կրծքամիս, նախապես ես բաղադրիչները կտրատել եմ, պատրաստել եմ, որպեսզի չլինի ձանձրալի տեսանյութը, ընթացքը կնկարենք, կտեսնենք, ունենք գազար, այսպես ձողիկների պես կտրատված, սիրելիներս, ունենք վարունգ, բոլորը արել եմ ձողիկների նման, կտրատել եմ, ունենք մի ատամիկ սխտոր, կտեսնեմ ընթացքում նույնիսկ սա ավել կլինի, թե ոչ, ես ինքս ավելացնում եմ, քանի որ և օգտակար է, և հետաքրքիր համու հոտ է տալիս ուտեստին, նաև ինչու ոչ, քանի որ անընդհատ մենք չենք օգտագործում մեր սննդակարգում, շատ օգտակար է սխտորը, չենք օգտագործում հոտի համար, ունենք քունջութի սերմեր, ունենք երկու գույնի պղպեղ, կարմիր և կանաչ, և ուտեստն էլ շատ գեղեցիկ լինում, և խայտապղետ է լինում, ունենք արևածաղկի ձիթայուղ, ունենք սոյայի սոուս և ինչպես միշտ մեր համեմունքները, կարմիր, սև, աղացած պղպեղներ և աղ, աղը ընթացքում շատ քիչ ենք ավելացնելու, որովհետև ունենք սոյայի սոուս, նաև այդ աղյությունը ապահովելու ենք, նախապես հարգելի ընկերներ, կթրջենք ֆունչոզան մեր, կդնենք մի կողմ, շատ երկար չենք թողնի ջրի մեջ, քանի որ ինքը չի սիրում, շատ ջրի մեջ մնալ, ինքը շատ շուտ, ահա, տեսնում եք, ջուրը կպնում է, թե չէ, ինքը արդեն բացվում է, ահա, շատ շարժն ջուրը չթափեմ, մենք տեղափոխվենք, հարգելի ընկերներ, գազօջախի մոտ, դե ինչ սիրելիներս, միացնենք գազօջախը, ահա, թավան դնում ենք և սկսում ենք տապակել, ես կավելացնեմ ձիթայուղը, իդեպ ասեմ, հավի կրծքամիս, ոչ միայն կրծքամիսը, այլ հավի միս օգտագործելուց, եթե տապակում ենք, եփում ենք, անում ենք դա շատ երկար, եփելու ընթացքը, քանի որ հում վիճակում թրջնամիս չեն օգտագործում, տհաճ երևույթներից զերծ մնալու համար, սիրելի ընկերներ,
Լավ եփում է։ Հիմա կտեղափոխեմ։ Լավ տապակելուց հետո կավելացնենք գազարը, քանի որ գազարը մի փոքր երկար է եփում, մի փոքր մնացած բաղադրիչներից ուշ է ինքը կոտրվում, այսպես ասած։ Մենք կանենք հավի միսը, գազարը, նոր մնացած բանջարեղենը։ Վարունգը վերջում կավելացնենք, քանի որ ինքը ջերմային է մշակումից հետո վարունգը ինքը թուլանալու է, իր հեղուկը մեջի ավելի շուտ է դուրս տալու, դրա համար կավելացնենք վարունգը վերջում, որպեսզի իր թարմ այդ համը պահպանվի, հա, այս սալաթում, սալատ, աղցան, խառնենք, որպեսզի չկպնի։ Տաքանա տապակվի, կավելացնենք գազարը։ Ահա, հարգելի ընկերներ, տեսնում ենք, արդեն տապակվել է մեր կրծքամիսը, ես ինչքան հնարավոր է, մանր բարակ եմ կտրատել, պատրաստ է, տեսնում եք։ Հիմա կբերեմ կավելացնեմ գազարը կտրատված, շատ ուշ է եփում, դրա համար համեմատած մեր մնացած բաղադրիչների գազարը։ Թող տապակվի, կավելացնենք մնացած բաղադրիչները։ Կարող եք առանձին էլ տապակել և ամբողջը վերջում հավաքել։ Կարծում եմ տարբերություն չկա։ Թող տապակվեն միասին, կարիք լինի ձիթայուղը կավելացնենք։ Լավ տապակել։ Հիմա կհամեմենք տապակվելու ընթացքում, որ համերը միապ առնվեն։ Շատ չենք անում աղը, նորից եմ կրկնում, սոյայի սոուս ենք ավելացնելու, որ շատ աղի չլինի մեր աղցանը։ Սև բիբար կավելացնենք, սև բիբարը կավելացնենք, և կարմիր բիբարը։ Վերջ։ Տեսնում եք, արդեն պատրաստ է։ Ահա, ավելացնում ենք կարմիր և կանաչ պղպեղը։ Մի փոքր կխառնենք, շատ չենք տապակի, իր հյութը դուրս չտա շատ, որ աղցանի մեջ էլ շատ թուլացած վիճակով չերևա։ Սիրելի ընկերներ,
Տեսնում ենք։ Մեկ հատ է կխառնենք ու տեղափոխվենք մեր ֆունչոզայի մոտ։ Հարգելիներս, տեսնում եք արդեն տեղափոխել եմ գազօջախից։ Հիմա մի փոքր մինչև ինքը կհասնի սառչի, որի կարողանանք մենք աշխատենք։ Ներողություն։ Մենք աշխատենք ֆունչոզայի հետ։ Մատուցելու ենք հենց այս տարայով։ Ես ջրքամել եմ արդեն, շատ չեմ թողնել։ Սիրելիներս, հիմա իմ հացի մկրատով կփորձեմ մանրացնել մի փոքր, որովհետև շատ երկար է, տհաճ չլինի ուտելուն։ Հարմար լինի։ Վերջ, հարգելի ընկերներ, կարծում եմ դեմ չեք լինի։ Ես հիմա ձեռնոցներ կհագնեմ և կփորձեմ խառնեմ։ Վերջ։ Ձեռնոցներով եմ խառնելով, ձեռքերի օգնությամբ։ Հիմա կտեղափոխեմ տաք բաղադրիչները։ Հարգելիներս, ես տեղափոխեցի տաք բաղադրիչները, իդեպ ճիշտ է չեմ նկարել այդ հատվածը, բայց մի փոքրիկ սխտոր ես քերիչի օգնությամբ անցկացրեցի, կավելացնեմ, բալիկս այնքան էլ իր համը չի սիրում, բայց աշխատում եմ սովորեցնել, վայրոնքն էլ ավելացնենք, թարմության համն ու հոտը, ձեռքերով սա տեղափոխեցի, վերջում խառնելուց նոր արդեն ձեռնոցների օգնությամբ, ուրեմն 3 ճաշիկ թալ ավելացնել ենք սոյայի սոուսը, ավելացրեցինք, կավելացնենք քունջութի սերմը տարածելուց առաջ, շատ օգտակար իդեպ քունջութի սերմը, կարող եք ձեր ուտեստների մեջը ներգրավել, շատ օգտակար ինքը շնդամիթերք է, փորձենք ձեռնոցները հագա, անցնենք խառնելուն, որպեսզի ավելի լավ տարածվի։ Հարգելիներս, լավ տարածելուց հետո արդեն պատրաստ է, ձևավորման և ինչու ոչ համի համար ավելացնում ենք համեմը, կանաչին, գեղեցիկ տեսք հաղորդելու համար։ Մեր Ջեսիկան ինչպես միշտ խանգարում է, չի թողնում, որպեսզի ձայնս լիարժեք լսեք, ահա հարգելիներս։ Պատրաստ է մեր ֆունչոզա տաք և սառը աղցանը։ Սիրելիներս, վերջ ամբողջական տեսքը։ Փորձեք
Դուք էլ համոզվեք ինչքան գեղեցիկ, գունեղ, համեղ, անուշաբույր աղցան է ստացվել։ Իդեպ ասեմ եւ կարող եք մատուցել տաք վիճակում, կարող եք մատուցել սառը վիճակում։ Տեսնում եք ինչ գեղեցիկ, գունեղ աղցան է։ Փորձեք, համոզվեք, գրեք մեկնաբանություններում, ինչու ոչ, նկարեք, ուղարկեք, սիրելիներս։ Ես կոգևորվեմ ձեզ համար ավելի մեծ տեսականի աղցանների և ուտեստների, տարբեր քաղցրավենիքների բաղադրատոմսեր կառաջարկեմ ձեզ։ Սիրում եմ բոլորիդ։ Սիրեք և եղեք սիրված։